Հայաստանի ազգային ժողովը ձայների 83 կողմ եւ 13 դեմ հարաբերակցությամբ այսօր 33-ամյա Կարեն Անդրեասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպան։ Անդրեասյանի թեկնածությունը օմբուդսմենի պաշտոնում առաջադրել էին կոալիցիոն խմբակցությունների 48 պատգամավորներ։ Ժառանգություն եւ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունները չեն մասնակցել թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրահավաքին։ Ժառանգությունը շաբաթվա սկզբից բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները ու նաեւ թեկնածուի ընտրությանը չմասնակցեց։ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը դեմ քվեարկեց։ Քվեարկությունից առաջ առանձնապես բուռն քննարկում տեղի չունեցավ, ելույթով հանդես եկավ օմբուդսմենի թեկնածուն։ Քաղաքական ուժը, որ ինձ առաջադրել է եւ եթե վստահություն հայտնի ստացի, որ նաեւ ուզել է, որևէ նախապայման չի դրել իմ առաջ, որևէ կերպ գործելու որպես մարդու իրավունքների պաշտպան։ Հետևաբար ես հանգիստ եմ եւ ես վստահ եմ, որ ես շնորհակալ եմ, բայց մարդիկ չեմ այդ կոմպակցությանը եւ որևէ քաղաքական ուժի։ Հետևաբար, եթե լինի քաղաքական վերադասավորումներ, վերաձեռնումներ եւ այլն, ես նույն չափով պարտավորված եմ ինձ զգում պաշտպանել ցանկացած ուժի եւ ցանկացած քաղաքական ոչի։ Ուզում եմ քվեարկել, որտեղ ես հասկանում եմ, որ առանձին խմբակցություններում կա արդեն որոշակի որոշում, կա ինչ-որ նախաձեռնություն, բայց ամեն մեկի քվեարկությունը, ամեն մեկի ձայնը ինձ համար իսկապես շատ կարևոր է լինել։ Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում որևէ իրավունք չառանձնացրեց։ Հարցեր հնչեցին ընտրական իրավունքի քաղաքական հայացքների համար բանտարկվածներին ազատ արձակելու մասին։ Անդրեասյանը դրանց հիմնականում պատասխանեց ընդհանուր եզրույթներով։ Կարեն Անդրեասյանը պատասխանելով ժողովրդավարության հաստատման մասին հնչած հարցին ասաց, որ առաջընթաց տեսնում է։ Ընտրվելով մարդու իրավունքների պաշտպան Անդրեասյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, տարածած գրավոր հայտարարության մեջ նշել էր, որ օգտվում է հրապարակային ելույթներից ժամանակավորապես հրաժարվելու իր իրավունքից։ Այդ լռությունը 50 օր կտևի։